Այսպի ուղերձ ուղիղ հասցեագրված է հասարակությանը եւ այն շերտին հասարակության, որը իշխանության բեսպրիցելի զոնն է։ Իսկ դա կարող է բերել հասարակական կոնսոլիդացիայի։ Գիտեք, հիմա այս սցենարներ չեմ Այսինքն ստացվում է, պարոն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանի վախերը արդարացված են, Սամվել Կարապետյանը կարող է լինել այն կերպարը, ով կկարողանա հասարակության մոտ գեներացնել քայլ անելու նկրտումը։ Ես չեմ ասում, որ լինել ինչ-որ թեկնածու, որտեղ սահմանադրական առումով իրավունք չունի։ Սամվել Կարապետյանը ասեմ ինչի։ Նա գործող քաղաքական վարկաբեկված համակարգի մաս չի։ Այո։ Այսինքն գործող քաղաքական մեյնսթրիմի մաս չի, որ հասցրել է վարկաբեկվել կամ արժեզրկվել։ Եվ առասարակ նրա հարստացումը նա գողացված փողերի հետ Հայաստանի գողացված փողերի հետ աղերս չունի եւ հակավարկանիշ Հայաստանի հասարակության շրջանում չունի, պարոն Կարապետյանը, սա մի քանի գործոններ։ Այս առումով իհարկե նա պոտենցիալ ունի այդ դերը կատարելու, ինչպես քաղաքական համակարգի հետ կապ չունեցող Բագրատ Սրբազանը ուներ պոտենցիալ, որը ցավոք մսխվեց։ Իդեպ նրան հանդիպել է հետապնդումներ։ Ամեն ինչ կախված է այն հանգամանքով Սամվել Կարապետյանի եւ նրա մարդկանց, որտեղ դրսում չի Սամվել Կարապետյանը, կարողի արդյոք լուծել երկու խնդիր։ Առաջինը քաղաքական հստակ ծրագրի ներկայացում եւ երկրորդը քաղաքական լիդերության ձևավորում։ Այս երկու խնդիրները եթե Սամվել Կարապետյանը եւ նրա թիմը կարողանա լուծել, շեշտը դնելով հասարակության լայն կոնսոլիդացիայի ձևավորման վրա, Սամվել Կարապետյանը կհաջողի եւ այս կալանքը կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գերեզմանափորը։ Եթե չկարողանա այս երկու խնդիրը լուծել Սամվել Կարապետյանը, ընդհակառակը մենք իշխանության հերթական ապտակից հետո ունենանք հասարակության շրջանում ապատիկ տրամադրությունների խորացում։ Այս երկու սցենարներից որը կաշխատի, եկեք վստահ կանխատեսումներ չանենք, սպասենք իրադարձությունների զարգացմանը։